Բարև թանկագիններ, մենք շարունակում ենք մեր Սուրբ Գրքի ուսումնասիրությունը եւ այսօր փառք Աստծուն մենք հասել ենք երկրորդ օրինաց 25-26 գլուխները։ Այս գլուխները Աստված խոսում է արդարության, երախտագիտության եւ առաջին պտուղների մասին։ Առաջին հայացքից թվում է, թե այստեղ պարզապես հասարակական օրենքներ են, բայց սիրելիներ, ավելի խոր նայելով տեսնում ենք Աստծո սիրտը եւ Հիսուս Քրիստոսի գեղեցիկ պատկերը։ Օրինաց 25-րդ գլխում Աստված պատվիրում է, որ արդար դատաստան լինի։ Նա ցանկանում է, որ ճշմարտությունը հաղթի, ոչ թե ուժը։ Սա մեզ հիշեցնում է, որ մի օր բոլոր մարդիկ կանգնելու են կատարյալ դատավորի առաջ, եւ այդ դատավորը Հիսուս Քրիստոսն է։ Բայց զարմանալի ճշմարտությունը այն է, որ նա ոչ միայն դատավոր է, այլ նաեւ փրկիչ։ Նա եկավ, որ վերցնի մեր դատապարտությունը իր վրա, փառք իրեն։ Օրինաց 25-ում նաև հանդիպում ենք ազատագնող ազգականի գաղափարին։ Սա այն մարդն է, որ կարող էր վերականգնել կորցրած ժառանգությունը եւ բարձրացնել ընկած ընտանիքը։ Այս պատկերը մեզ ուղղակիորեն տանում է դեպի Հիսուս Քրիստոսը։ Մենք կորցրել ենք մեր ժառանգությունը մեղքի պատճառով, բայց փառք Աստծուն Հիսուսը եկավ որպես մեզ ազատագնող։ Նա վճարեց գինը, որ մենք կրկին դառնանք Աստծո ընտանիքի անդամները։ Օրինացի 26-րդ գլխում Աստված խոսում է առաջին պտուղների մասին։ Ժողովուրդը պետք է բերեր իր բերքի առաջին մասը եւ դներ Տիրոջ առաջ։ Ինչու՞։ Որպեսզի երբեք չմոռանար, որ ամեն օրհնությունը գալիս է Աստծուց։ Երախտագիտությունը հավատի կարևոր մասն է։ Այսօր էլ մարդը կարող է այնքան կենտրոնանալ իր խնդիրների վրա, որ մոռանա Աստծո բարությունը։ Բայց Աստված ցանկանում է, որ մենք հիշենք, թե որտեղից ենք եկել եւ ով է մեզ փրկել։ Այս գլխում ժողովուրդը հայտարարում էր. Իմ հայրը թափառական արամեցի էր։ Նրանք հիշում էին իրենց անցյալը, որպեսզի գնահատեն Աստծո շնորհը։ Սա մեզ հիշեցնում է ավետարանը։ Մենք էլ ժամանակին կորած էինք, բայց Քրիստոսը գտավ մեզ։ Մենք էլ ժամանակին հեռու էինք Աստծուց, բայց Հիսուսը մոտեցրեց մեզ։ Ավելին, Նոր Կտակարանը Հիսուսին անվանում է առաջին պտուղ։ Առաջի Կորինթացիս 15:25-ում գրված է. Քրիստոսը հարություն առավ մեռելներից դառնալով առաջին պտուղը։ Հալելույա։ Այն ինչ առաջին պտուղն է, հին ուխտում կատարյալ կերպով իրականացավ Հիսուսի մեջ։ Նա առաջինն է, որ հաղթեց մահին, որպեսզի մենք էլ կյանքի հույս ունենանք։ Այս գլուխները մեզ հիշեցնում են, որ Աստված արդար է, որ Հիսուսը մեր ազատագնողն է եւ որ մեր սրտերը պետք է լինեն երախտագիտությամբ։ Աղոթենք սիրելիներ։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու մեր ազատագնողն ես, շնորհակալ ենք, որ վճարեցիր մեր փրկության գինը եւ վերադարձրիր մեզ Հոր մոտ։ Սովորեցրում ես ապրել երախտագիտությամբ, խոնարհությամբ եւ հավատով։ Թող երբեք չմոռանանք քո բարությունը մեր կյանքում։ Ամեն։ Թանկագիներ, եթե այս ուսուցումները օրհնություն են քեզ համար, կարող եք դուք էլ կիսվեք ձեր ընկերներին, որ նրանք էլ օրհնվեն, եւ մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը, թե դուք ինչպես տեսաք Հիսուսին։ Աստծո կամքով կհանդիպենք վաղը։